մենք շրջայց ենք կատարելու պատկերասրահ, հիշելու ենք մեր սովորածը, հիշելու ենք մեր զգացածը, ինչ նոր բաներ սովորեցինք, մեր ձեռքբերումներն ենք գնահատելու և որտեղ ենք կիրառելու մեր ձեռքբերումները։ Ցուցադրվելու են նկարներ, այդ նկարին հիշելով դուք պետք է ասեք, թե որ գրվածքին է դա վերաբերում և ինչ եք սովորել այդ գրվածքի մասին։ Ինչ է հիշեցնում այս նկարը, Հայկ Նահապետի նկարը ինչ է հիշեցնում, խնդրեմ։ Հայկ Նահապետի նկարը հիշեցնում է, որ նա եղել է մեր նախահայրը և կռվել է Բաբելոնի թագավոր Բելի հետ։ Եվ այդ պատճառով է, որ մենք այսօր կոչում ենք հայ և մեր երկրի անունը Հայաստան։ Շատ ապրես, կեցես։ Նայում ենք հաջորդ նկարին, խոսում ենք երկրորդ նկարի մասին։ Ինչ է ձեզ հիշեցնում երկրորդ նկարը և ով է, խնդրեմ։ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է մեր տարերը 405 թվականին։ Նրա շնորհիվ մենք չենք կործանվել ուրիշ ազգերի հետ։ Չենք ձուլվել ուրիշ ազգերի հետ։ Եվ Մեսրոպ Մաշտոցին ինչպես ենք ասում են երեխաներ, այդ ինչ սիրուն բաներ ենք ասում Մեսրոպ Մաշտոցի համար, Ալեքս, չենք ասում ով է Մեսրոպ Մաշտոցը մեր ազգի համար, մեր ժողովրդի համար։ Մեր համար ով է եղել Մեսրոպ Մաշտոցը։ Մեսրոպ Մաշտոցը եղել է մեր համար ամենաառաջին ուսուցիչը։ Հայերենի առաջին ուսուցիչը, հայերենի առաջին ուսուցիչը, նստի։ Հաջորդ նկարում ով կարող է խոսել երրորդ նկարի մասին, ով է նկարում, Անդրանիկ ջան։ Երրորդ նկարում պատկերված է Վիկտոր Համբարձումյանը։ Ով է Վիկտոր Համբարձումյանը։ Վիկտոր Համբարձումյանը եղել է ֆիզիկոս աստղագետ։ Շատ ապրես, այլ ինչ կարող ենք ասել, այլ ինչ կարող ենք ավելացնել Վիկտոր Համբարձումյանի մասին։ Խնդրեմ Եվա։ Վիկտոր Համբարձումյանի անունով կոչվել է աստղադիտարան, որը գտնվում է որտեղ է գտնվում։ Հյուրականում, այո, հյուրականում է գտնվում, ճիշտ է։ Նստեք, հիմա նայում ենք հաջորդին։ Այդ երեխաներ մենք այսօր ամփոփելու ենք մարդը և իր գործերը։ Այսինքն մենք թվարկեցինք ում թվարկեցինք, ասեք այդ անունները, Ասարփի, Հայկ Նահապետ, Մեսրոպ Մաշտոց և Վիկտոր Համբարձումյան։ Եվ Վիկտոր Համբարձումյան, այսինքն մարդիկ են, որոնց արած գործը, որոնց կատարած գործը անչափելի է։ Մենք չենք կարող չափել նրանց կատարած գործերը։ Նայում ենք նկարներին, նորից շարունակում ենք դիտել, շարունակում ենք մեր շրջայցը և պետք է ասեք, թե որ նկարը, որ գրվածքին է վերաբերում և ինչ ենք սովորել այդ դասանյութը անցնելիս, այդ դասանյութն ուսումնասիրելիս։ Խնդրեմ, առաջին նկարը Աննա, որ դասանյութին է վերաբերում։ Առաջին նկարը վերաբերում է Հայաստան դասանյութին։ Դասանյութին, այդ գրվածքից ինչ եք սովորել։ Չենք սովորել այդ գրվածքից, ասա Տեստեմանի ջան։ Այդ գրվածքից սովորել ենք, որ պետք է լինենք հայրենասեր։ Հայրենասեր, էլ ինչ ենք սովորել։ Այս դասից մենք սովորել ենք, որ մեր մեր պապերը անդուլ ջանքով ու տանջանքով քար են դրել քարի վրա, դար են դրել դարի վրա և կառուցել են մեր հայրենի տունը։ Մեր հայրենի տունը ինչն է։ Մեր հայրենիքը, ճիշտ է։ Էլ ինչ ենք սովորել այս դասանյութից, ասա տեսնեմ։ Այս դասանյութից մենք սովորել ենք ծլարձակել բառի հոմանիշը։ Ծլարձակել բառի հոմանիշը, իսկ կարող ես ասել հոմանիշը տվես։ Այո, շատ ապրեք, էլ ինչ, այսինքն մենք ինչ ենք արել, մեր բառապաշարը զարգացրել ենք նոր բառերով։ Այո, հարստացրել ենք, զարգացրել ենք նոր բառերով։ Իսկ ինչը կարևորեցինք այս դասի, այս գրվածքի կարևոր արժեքը ո՞րն էր։ Ես կարևորեցի, որ մենք արժևորենք և
ժամանակի մեր նախնների գործը հատուկ արգանք ունենանք թողած ժառանգության եւ կատարած գործի նկատմամբ։ Կեցես, շատ ապրես, այո, շատ ապրես։ Նայում եք հաջորդ նկարին։ Հաջորդ նկարը, որ գրվածքին է վերաբերում, ասա Կարինա, ծաղկուն պարտեզ։ Այս հեքիաթի դրական եւ բացական հերոսներն ովքեր են դրական բացական հերոսները։ Խնդրեմ։ Դրական հերոսներն են 4 որդիները եւ թագավորը։ Ովքեր էին դրական հերոսները, այս գրվածքի դրական հերոսներն ովքեր էին, ասա տեսնեմ, Աննա ասա տեսնեմ։ Դրական հերոսներն էին Կրծեր որդին եւ թագավորը։ Կրծեր որդին եւ թագավորը։ Իսկ ինչ եք կարծում, ինչու էր կրծեր որդին եւ թագավորը դրական հերոսներ, ինչու։ Խնդրեմ։ Իմ կարծիքով այդպես էր, որովհետև թագավոր իմաստություն ունեցավ եւ տվեց իր 4 որդիներին սեն, որը չի կարող աճել եւ ուզում էր տեսնել ով է ավելի ազնիվ։ Ով է ավելի ազնիվ, ճիշտ է, բայց ինչ եք կարծում, թագավորը ճիշտ վարվեց, հա, ում տվեց իր հարստությունը, ժառանգությունը, խնդրեմ։ Թագավորը տվեց իր ժառանգությունը կրծեր որդին։ Իսկ ինչու կրծեր որդուն տվեց։ Ինչու կրծեր որդին ազնիվ էր, ճիշտ է։ Իսկ այ ինչն էր հուշում կրծեր որդու ազնվությունը։ Ինչն էր հուշում կրծեր, խնդրեմ։ Հուշում է կրծեր որդի ազնվությունը, որ սերմերը չեն կարող աճել, իսկ մյուս 3 որդիները իրանց սերմերը աճել են, իսկ կրծեր որդու սերմը չէր աճել։ Իսկ ինչու չէր աճել կրծեր որդու սերմը, իսկ նրանց սերմերն աճել են, ինչու։ Կրծեր որդու սերմը չէր աճել, որովհետև այդ սերմը ջրի մեջ էր նախապես թրջել են ջրով եւ չէր կարող սերմը աճել։ Այսինքն այստեղ մենք ինչն ենք կարևորում կրծեր որդու, ինչն ենք կարևորում, ինչն ենք գնահատում կրծեր որդու, որ հատկանիշը, Անի։ Մենք կարևորում ենք կրծեր որդու ազնվությունը։ Ազնվությունը, ճիշտ է, իսկ ինչ կարող եք ասել ավակ միջնեկ որդու համար, ինչ կարող եք ասել, ավակ եւ միջնեկ որդու համար, Մարիաննա։ Ես կասեի, որ նրանք գնային եւ ներողություն խնդրեին, որ նրանք ազնիվ չեն կատարում։ Բայց նրանք ինչպիսին էին, ազնիվ չէին, բայց ինչպիսին էին նրանք։ Նրանք շատ Արմեն։ Նրանք շատ ժլատ էին եւ ուզում էին ավելին ունենալ։ Ավելին, այսինքն որ ուզում են ավելին ունենալ, ինչպես կարող ենք, որ բառն է այդ բառը, որ նրանք ուզում են ավելին ունենալ, որ բառը կարող եք օգտագործել, ինչպիսին էին նրանք։ Ինչպիսին էին նրանք, խնդրեմ։ Նրանք չէին ճավարվում նրանով ինչ որ ունեին։ Այսինքն ինչպիսին էին նրանք, խնդրեմ։ Նրանք ագահ էին։ Այո, նրանք ագահ էին, ճիշտ է։ Ինչը կարևորեցինք այս գրվածքից, ինչը կարևորեցինք, կարևոր գաղափարը ո՞րն է, խնդրեմ Դավիթ։ Ես կարևորեցի, որ պետք է լինել շուտը։ Ահա, ասա տեսնեմ։ Ես կարևորեցի, որ պետք է լինել ճշտախոս։ Ճշտախոս, ուրիշ ձեռքերը տեսնեմ, խնդրեմ։ Ես այս կարևորեցի, որ պետք չէ լինել ագահ։ Պետք չէ լինել ագահ, պետք է լինել ինչպիսին, Սամուել, ինչպիսին պետք է լինել։ Պետք է լինել օրինակելի եւ թագավորի արժանի զավակ։ Թագավորին արժանի զավակ, իսկ ինչու թագավորին արժանի զավակ։ Ասա տեսնեմ։ Թագավորի ազնիվ էր։ Էլ ինչպիսին, ասա։ Թագավորը Արդարամիտ է։ Սիրելի երեխաներ, այսօր մենք շրջայց ենք կատարելու պատկերասրահ, հիշելու ենք մեր սովորածը, հիշելու ենք մեր զգացածը, ինչ նոր բաներ սովորեցինք, մեր ձեռքբերումներն ենք գնահատելու եւ որտեղ ենք կիրառելու մեր ձեռքբերումները։ Ցուցադրվելու են նկարներ, այդ նկարին հիշելով դուք պետք է
ասեք, թե որ գրվածքին է դա վերաբերում եւ ինչ եք սովորել այդ գրվածքի մասին։ Նայում եք նկարների, բայց խոսում ենք առաջին նկարի մասին։ Որ գրվածքից է այս նկարը եւ ինչ կարող ենք ասել այս նկարի համար։ Ինչ կարող ենք ասել։ Տեսնենք, Անի ջան, որ գրվածքին է դա վերաբերում։ Առաջին նկարում գրվածքը Մասրենի գրվածքից է։ Այո, Մասրենի գրվածքից է հատվածն է, Անի ջան։ Երբ որ կախարդը այնպես անում, որ Մասրենի վրա փշեր աճեն։ Փշեր աճեն, երեխաներ, եկեք հիշենք ինչ ենք սովորել այս դասից։ Չենք սովորել, ովքեր են գրական եւ բացասական հերոսները։ Ինչ ենք սովորել այս դասից։ Ինչ ենք սովորել։ Խնդրեմ, մենք սովորել ենք ժլատ, ագա եւ ուշի ունեցվածքին նայել նախանձում։ Շատ ապրես, էլ ինչ կարող ենք ասել։ Եկեք ավելացնենք, խնդրեմ։ Սովորել ենք աշխատասեր։ Աշխատասեր լինեք, ճիշտ է, էլ ինչ խնդրեմ։ Ասա տեսնեմ Համլետ։ Կայնա ջան վերացնես։ Բարեսիրտ լինեք, ճիշտ է, խնդրեմ։ Ոչ մեկի չնախանձել։ Երեխաներ, դրական հերոսները այս գրվածքի ովքեր են։ Դրական հերոսները, խնդրեմ։ Դրական հերոսներն են պապիկը, թորնիկը, Պապիկ, թորնիկը եւ հարևանի որդին, շատ դապրեք։ Իսկ բացասական հերոսներն ովքեր են։ Բացասական հերոսները, խնդրեմ Դավիթ ջան։ Ահա։ Հարևանը եւ կինը, շատ դապրեք։ Իսկ ինչու եք կարծում, ինչու են պապիկը, որդի, թորնիկը եւ հարևանի տղան բարի։ Ինչու եք այդպես մտածում։ Եկեք բնութագրենք ինչպիսին են նրանք, ինչու եք որ հատկանիշի համար եք նրանց դրական համարում։ Ով կարող է ասել։ Խնդրեմ։ Ես նրանց դրական եմ համարում բարեսիրտ հատկանիշի համար։ Բայց նրանք միայն բարի է։ Այդ ինչպիսին են։ Մարինե ջան, ինչպիսին են նրանք։ Աշխատասեր, էլ ինչպիսին։ Խնդրեմ Մանե ջան։ Դրանք ծաղիկները են բաժանում բոլորին։ Ինչպես էին ծաղիկները երեխաներ բաժանում։ Փունջ։ Բայց այդ գեղեցիկ տողը եկեք վերհիշեք, փունջ եք բաժանելով, ինչն են բաժանում, խնդրեմ։ Բաժանելով, ով տալիս են իրանց սիրտը եւ բարությունը։ Եվ ջանքությունը, շատ ապրեք։ Ասա տեսնեմ Սամուել ջան, ավելացնում եք։ Պապիկը համար վատ բանում ես, լավ բան է տեսնում։ Այո, բայց ինչ վատ բանի մեջ եք լավ բան տեսնում տղաս։ Որ փշոտ էր Մասրին եւ մեր չէր անտար, իսկ նա ասում է վաղուտներ է փշոտ, բայց բոլորի կողմից սիրված։ Այսինքն կեցես, շատ ապրես, ինչպիսին էր պապիկը։ Ինչպիսին էր պապիկը, լավա, տեսեք, եւ Սամուելը շատ ճիշտ ասաց, խնդրում եմ մի հատ նորից առանձնացրու դա Սամուել ջան։ Պապիկը լավ վատ բանի մեջ, լավ բան։ Կեցես, շատ ապրես։ Իսկ ինչու եք հարևանի եւ նրա կնոջը բացասական համարում, ինչու։ Ով կարող է խոսել դրա մասին, Անդրանիկ ջան։ Ինչու։ Հարևանները բացասական էին, որովհետև նրանք նախանձում էին գյուղացու եւ հայկի ունեցվածքին։ Օրինակ, ինչ խորհուրդ կտայք հարևանին եւ նրա կնոջը։ Ինչ խորհուրդ կտայք, խնդրեմ։ Ես հարևանին եւ հարևանի կնոջը խորհուրդ կտայի, որ նրանք չնախանձեն։ Այստեղ ինչ մեր անցած առածներից, որ առածը կարող ենք ասել երեխաներ, որ առածը մենք կարող ենք մեջ բերել այստեղ, որ առածը մենք կարող ենք մեջ բերել, վերհիշեք, հապատեսեն, խնդրեմ, Ով ինչ անի երկանի։ որ եկեք որոշ չասեք, հա, ով նորից ասա, Ով ինչ անի երկանի։ ով ինչ անի իրեն կանի, եւ էլի մի բան կարող ենք ասել, Անի ջան, Ամեն ինչ փոխադարձ է։ ամեն ինչ փոխադարձ է, այստեղ որ սկզբունքն է գործում, բումերանգի սկզբունքը, շատ ապրեք, այս դասից ինչը կարևորեցինք, ինչն էր կարևոր, որը կարևորեցինք, որն էր կարևոր գաղափարը, խնդրեմ, Կարևոր գաղափարը, որ չնախանձենք ուրիշների ունեցվածքին։
ուրիշների ունեցվածքին, լինենք պապիկի նման ինչպիսին, աշխատասեր ինչպիսին, բարի և հոգատար լավատես, լինենք լավատես, շատ ապրեք, երխներ այս դասից էլ ինչ սովորեցինք, ասարպի, մենք այս դասից սովորեցինք, որ շատ կարևոր է մարդկային հարաբերություններում կարևոր է ազնվությունը, միմյանց բարիցանկանալը եւ իրար օգտակար լինելը։ Կեցես, շատ ապրես, Արփի ջան, իսկ ինչ նոր բառերով հաստատեցինք մեր բառապաշ շարյան։ Խնդրեմ, Լիլիթ ջան։ Ծլարձակել։ Ինչ է նշանակում ծլարձակել։ Տիտան, շատ ապրեք։ Սիրխներ, լեզվական, քերականական նյութ սովորեցինք։ Այս գրված ուսումնասիրելու ընթացքում Դավիթ ջան մենք սովորեցինք խոսքի մասերը։ Խոսքի մասերը, որ խոսքի մասերը թվարկենք, խնդրեմ։ Գոյական, արձական, բայտ, լոկան։ Կեցեք, շատ ապրեք։ Երեխաներ, այն ինչ սովորեցինք այս գրվածքից։ Տիգրան ջան, ուզում եմ դու ասես տղաս։ Մենք գրվածքից սովորեցինք հատուկ եւ հասարակ գոյական։ Գոյականներ, շատ ապրեք։ Եվ նայում եք վերջի նկարին, երեխաներ, ասում եք երկու բան, որ դուք կարևորեցիք այս դասից, նախ ասեք այս նկարևոր գրվածքին էր վերաբերում եւ երկու բան որ կարևորեցիք այդ դասից։ Դավիթ, այս նկարը պատկանում է ձեռքեր գրվածքին, իսկ ինչը կարևորեցիք, Արմեն։ Մենք կարևորեցինք, որ ձեռքերը շատ կարևոր են մարդկանց համար։ Իսկ ինչու են կարևոր մարդկանց համար ձեռքերը, ինչու են կարևոր, Տիգրան ջան։ Ցանելու համար, հնձելու համար, ուրիշի վերքեր կապելու համար։ Շատ ապրեք, սիրելի երեխաներ, էլ ինչի համար են ձեռքերը, Վահե ջան, էլ ինչի համար են ձեռքերը, որ մարդիկ բարի գործը կատարեն։ այո, նորից կրկնիր, ինչի համար են ձեռքերը, որով չեն կսկսում նախադասությունը, Ձեռքերը մարդիկ կողմից է, որ դրանք բարի գործեր կատարեն։ այո, բարի գործեր կատարեն, շատ ապրեք։ Նայում այստեղ մենք ասացինք, որ սովորել ենք, Խաչիկն ասաց, որ սովորել ենք ինչ էր, խոսքի մասեր, նորից ենք կրկնում, ասեք տեսնեն, գոյական, արձական, հայտնական։ Այս թեմատիկ, իմ համփոխում ենք մեր իմացածը, այս թեմատիկ խմբից, ով ենք մենք, մարդը և իր գործերը, այս թեմատիկ խմբից ինչն էր հեշտ, ինչը դժվար։ Հիմա սիրելի երեխաներ, ամեն մեկը մեր թեմատիկ խմբի կարևոր արժեքները արտահայտող մի բառ եք գրում և անդրադառնում ենք մեր արժեքների արահետին։ Նորից եմ կրկնում, արժեք թեմատիկ խմբի արժեք արտահայտող բառեր եք գրում թերթիկների վրա, կպչուն թղթերի վրա և հարստացնում ենք մեր արժեքների արահետ աստառը։ Տրվում է 1 րոպե ժամանակ։ 1 րոպե ժամանակ է տրվում, հակատեսնենք և ամրացնում ենք աստառի շուրջը։ Հակատեսնենք ով է առաջին թերթիկը ամրացնում։ Հակատեսնենք հաջորդը, ապրեք, շատ ապրեք, շատ ապրեք, շատ ապրեք։
աստղը։ Ինչ ենք տեսնում այս նկարում, ով կարող ասի Դավիթ ջան։ Այս նկարում մենք տեսնում ենք տղայի, ով դպրոցից լիքը գիտելիքներով վերադառնում։ Լիքը գիտելիքները ինչի մեջ է գցել։ Պայուսակի մեջ, պայուսակի մեջ, իսկ կողքը ինչ է կողքի նկարում, ինչ է պատկերված, Լիլիթ ջան։ Կողքի նկարում պատկերված է, որ տղան մտածում է և շատ հարցեր են առաջանում։ Շատ հարցեր են առաջացել և դրանց պատասխանները երեխաներ կսովորի, այդ հարցերի լուծումները պատասխանները կստանա տարիների ընթացքում։ Ես ձեզ ուզում եմ մի հարց առաջադրել, դուք այսօր այս դասից ինչ գիտելիքներ վերցրեցիք և ձեզ հետ կտանեք տուն այս ուսապարկով։ Ինչ գիտելիքներ կվերցնեք ձեզ հետ և այս ուսապարկով կտանեք և որտեղ կկիրառեք։ Որտեղ կկիրառեք։ Ինչ գիտելիքներ մենք վերցրեցինք, ասա Սամուել ջան։ Մենք շատ գիտելիքներ վերցրեցինք և դրանք մենք կիրառենք մեր շրջապատում և մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Ահա, դու ինչ կանես, այդ գիտելիքները որտեղ կկիրառես։ Մարդկանց հարաբերության մեջ կկիրառեմ։ Մարդկային հարաբերությունների, հա։ Եվ շատ ապեսիկ կյանքում։ Հիմա երեխաներ իրականացնում ենք լեզվական առաջադրանքներ։ Խնդրում եմ մոտենան խմբի ավագները։ Մոտենան խմբի ավագները։ Վերցնում ենք ծրարները։ Վերցնում ենք խմբի աշխատանքային սեղանի վերում տեղավորվում եք իրականացնում ենք լեզվային աշխատանքները, յուրաքանչյուր խմբի ավագ վերցրել է ձեր հարցերը, խմբին տրվող հարցերը, վերհիշում ենք կանոնները, ինչպես ենք աշխատելու, աշխատում ենք շշուկով, աշխատում ենք խմբի բոլոր անդամները և աշխատում ենք ժամանակը ճիշտ կառավարել։ Տրվելու է 5-ից 7 րոպե ժամանակ, այսինքն 7 րոպե ժամանակ է, ավելի հստակ ասենք, սկսում ենք աշխատել։ Նորից եմ ասում, համագործակցում ենք բոլորը։
չենք աշխատում։ Աշխատում եք։ Գիտ ու գրի։ Մեկս մյուսից չխնդրում։ Ժամանակը երեխաներ լրացել է, յուրաքանչյուր խմբի ավագ ներկայացնում է աշխատանքը, քանի որ դուք բոլորը համագործակցելով եք աշխատել, ներկայացնում է ավագը, ով է ներկայացնում, խնդրեմ, սիրելի երեխաներ, լսում ենք խմբերի ներկայացրածը, նախդահարգանք է մեկը մյուսի նկատմամբ, երկրորդը որոշում ենք փոխադարձ գնահատում ենք անելու, ինքնագնահատում ենք անելու, ուշադիր լսեք, ներկայացում ես այսպես։ Առաջին առաջադրանքում մեզ տրված են բառեր, որոնք պետք է բաժանենք խոսքի մասերի։ Գոյական, գետեր, ընտանիք, գյուղացի, բժիշկ, արձական, աղքատ, ազնիվ, բարեխիղճ, մաքուր, թվական, 900, երկրորդ, 14, 4, բայ, խաբել, կշռել, վաճառել, վազում են։ Երկրորդ առաջադրանքում մեզ տրված է թռչուներ և աշուն բառով կազմել նախադասություն։ Ընդհանրապես նախադասություն, շեշտի նախադասություն և ընդգծել գոյականները։ Աշուն է, թռչունները թռչում են տաք երկրներ, գոյականները աշուն, թռչուններ, երկրներ։ Այսինքն ինքը դու այստեղ ավելացրու, երեխաներ աշուններ, վերջարկեք, թռչունները թռչում են տաք երկրներ, այստեղ ինչ նախադասություններ եք կազմել դուք, աշուններ ինչպիսի նախադասություններ, իսկ թռչունները չվում են տաք երկրներ, ընդհանրապես, ապրեք, շնորհակալ եմ, լսում ենք երկրորդ խմբի, խնդրեմ, Երկիր, օդանավ, գիրք, ամառ բառերով գործածի բառերը գործածել ձևափոխված տարբերակներով, տարբեր վերջավորություններով։ Երկնքում թռչում էին թռչուններ։ Օդանավը վայրեջք էր կատարում։ բավական է մյուս ու դուկարքան, որ խմբի բոլոր անդամների ներկայացնում, մասնակցել ներկայացնում։ Շատ ապրես։ Անկրանը շատ արևոտ եղանակ։ Հիմա շատ արագ դուրս եք հանում գոյականի ձևափոխված ձևերը։ Ման է ասան տեսնենք։ Երկնքում Շատ ապրես։ օդանավը գրքում ամրանը։ Շատ ապրես։ Երկրորդն ով է ներկայացնում։ Խնդրում Գոյականների ձևափոխված ձևերը դարձնում երկնքի երկին, քրոջ քույր, արվի առև, թփից խուր, տան տուն։ Շատ ապրես։ Լիլի ջան, դուք եք ներկայացնում։ Մեզ առաջին առաջադրանքում տրված է գտնել առաջին շարքի գոյականների ականիշները երկրորդ շարքին։ Սկիզբ, վերջ։ Հարգանք, արհամարհանք։ Վնաս, օգուտ։ Հաղթանակ, պարտություն։ Բառը ճիշտ ասա։ Հաղթանակ, Պարտություն։ Պատիժներով։ Ընդգծել հատուկ անուններ Երևան, Էրեբունի, Դավի, Անի, Մասիս, Սար, Արաս։
Այստեղ պահանջվում է գտնել առաջին շարքի գոյականների հոմանիշները երրորդ շարքում։ Հոտը բույր է, ավարտը վերջ, գրոհը հացակում, տանջանքը տառապանք, ծիծաղը քրքիչ, որոշումը վճիռ, սարսափը ահ։ Լսեցինք խմբերի աշխատանքները ներկայացրածը, հիմա ես ուզում եմ, որ կատարենք փոխադարձ գնահատում, որից հետո ինքնագնահատում։ Ով է ուզում փոխադարձ գնահատում կատարել, Լիլիթ ջան։ Ես գնահատում եմ 5-րդ խումբը, նրանք շատ լավ են։ Ինչպես ես գնահատում։ Շատ լավ։ Դե հիմա հիմնավորիր քո ասածը, ինչու լավ։ Լավ, որովհետև նրանք շատ գեղեցիկ էին խոսում Շատ ապրես, շատ ապրես և վստահ, ճիշտ է։ Անի։ Ես գնահատում եմ առաջին խմբին լավ, քանի որ նրանք լավ պատասխանեցին։ Շատ լավ, ապրեք։ Ինքնագնահատում եք կատարում, Արփի։ Ես մի խմբին կգնահատում։ Ինքը քեզ ես գնահատում։ Ես ինձ կգնահատեմ լավ, որովհետև ես կարող եմ անել։ Ինքնագնահատում են կատարում, Արփի։ Ես ինձ գնահատում եմ լավ, որովհետև ես կարող եմ անել։ Շատ ապրեք, ելով է ուզում ինքներեն գնահատի, Խաչի։ Ես ինձ գնահատում եմ լավ, բայց ես կարող եմ ավելի լավ։ Ապրեք, շատ ապրեք, ելով է ուզում ինքնագնահատում, Լիլիթ ջան։ Ես գնահատում եմ լավ, որովհետև ես կարող եմ ավելի լավ անել։ Տիգրան ջան, ճիշտ կգնահատեք ձեզ։ Ես գնահատում եմ մասամբ, որովհետև ես կարող եմ ավելի։ Շատ ապրեք, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն խմբային աշխատանքը լավ ներկայացնելու համար։ Ամփոփում ենք մեր դասի երեխաներ, ինչ դասեր քաղեցինք մեր այսօրվա դասից։ Խնդրեմ Դավիթ։ Մենք քաղեցինք դեպքերներ աշխատասեր, նպատակասիրած, հայրենասեր, լավապես և մեր հայրենիքին աշխարհի զավակ։ Ասենք, տեսնենք, որոնք են մեր հայրենիքի հզորացման հիմքերը։ Լինելով հայ, պետք է շատ լավ իմանանք։ Խնդրեմ Արմեն ջան։ Հայրենիքի հզորացման հիմքերը պահպանել մշակութային արժեքները, միասնականությունը և լավ կրթություն։ Հզոր կրթություն, այո, մենք բոլորս պիտի լավ սովորենք, որ շենացնենք, ծաղկեցնենք, զարգացնենք։ Նրա արժեքներից մեկը մարդասիրությունը, որը սկսվում է միմյանց նկատմամբ, ուշադիր լինելուց, դիմացինին ապրումակցելուց և նրան օգնելու ցանկությունից։ Շատ ապրես, շատ ապրես։ Ապրեք բոլորը, մենք շարունակելու ենք լավ սովորել, շարունակելու ենք լավ սովորել, որ ավելի հզորացնենք մեր երկիրը։ Խոստանում ենք երեխաներ։ Այո։ Ապրեք։ Ուրեմն Մարքը և իր գործերը թեման ամփոփելիս շատ կարևոր է, որ հիշեք Թումանյանի այս տողերը։ Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի։ Գործն է անմար, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, երնեք նրան, որ իր գործով ապի անվերջ, անդադար։ Էնպես որ սիրելի երեխաներ, եկեք մենք միշտ լավ գործեր անենք, բարի գործեր անենք, որ միշտ հիշվենք։ Խոստանում եք։ Այո։ Այսուհետ միայն լավ և բարի գործեր եք կատարելու։ Այո։